14 տոննա ոսկի մեկ վայրում։ Սա աշխարհի ամենաթանկարժեք պալատներից մեկն է, բայց այստեղ ոսկուց ավելի թանկարժեք բան կա՝ հայկական գաղտնագիրը։ 19-րդ դարի կեսին Սուլթան Աբդուլմեջիդը կանգնած էր փակ ուղու առաջ։ Նա ցանկանում էր կառուցել Վերսալից ավելի շքեղ պալատ, բայց չկար ոչ մի տեղացի ճարտարապետ, որ կունենար այն մասշտաբի գիտելիքները, որպեսզի կարողանար ստանալ նման պալատ։ Եվ այստեղ լուծումը մեկն էր՝ բալյանական հանճարը։ Սուլթան Աբդուլմեջիդը հենց այնպես չէր ընտրում բալյաններին։ Նա չէր վստահում եվրոպացի ճարտարապետներին լրտեսության համար, իսկ տեղացի մուսուլման ճարտարապետները չունեին այդ մասշտաբի գիտելիքները։ Բալյանները միակն էին, որ տիրապետում էին եվրոպական նոու-հաուին, եւ այս գործը վստահվեց Բալյանների ընտանիքից Կարապետ Ամիրային։ Այսօր 100 հազարավոր զբոսաշրջիկներ հիանում են այս թուրքական հզորությամբ, բայց իրականում նրանք խոնարհվում են հայկական մտքի ու հանճարի առաջ։ Իսկ թե ինչ հայկական դետալներ կան Դոլմաբահչեում, դիտեք հաջորդ խոլովակում։